Տիրոջ անունը փառավորենք, Փառք Աստծո, որ այսօր մեզ հնարավորություն տվեց նամանավանդան արժանից այստեղ գտնվելու։ Գերմանիայի հավատացյալներից մեծ ջերմ բարևներ ենք բերել բոլորիդ։ Աստված օրհնեք, կփոխանցենք։ Սիրելի քույրեր, եղբայրներ, եթե մենք բոլորս ուշադրությամբ լսում ենք, երկու եղբայրները խոսացին մեզի համար, ոմանց համար կարող է և տրտմություն երևցավ, որովհետև շոշափվեց մարմնավոր եղողի համար, մենք ապրում ենք վերջի ժամանակը, ինչպես երկրորդ Տիմոթեոս 3 գլուխ առաջի խոսքից է ասում մինչև 5-րդ խոսքը ներառյալ, որ վերջի օրերը չար ժամանակներ պետք է կան, եւ այդ չար ժամանակների մեջ մենք բոլորս ենք։ Ես չգիտեմ դուք տեղեկություն ունեք, թե չունեք, կարող է եւ այստեղ տեղեկությունները շատ քիչ են, բայց Եվրոպայում ավելի շատ տեղեկություններ կան, որ աշխարհի մասշտաբով արդեն իսկ նեղությունները վաղուց սկսվել են։ Շուտով գալու է մեր դուռը այդ նեղությունները։ 7 տարվա նեղությունների առաջի շրջանը արդեն վերջանալու է, երևի Հայաստանով վերջանա։ Ու մեծ դժվարություններ պետք է կրենք։ Այստեղ պետք է յուրաքանչյուրիս մեծ պատրաստականություն, հոգևոր վիճակ, որովհետև մեր հոգևոր վիճակը համապատասխանի Աստծո խոսքին։ Եթե մենք Աստծո խոսքը մեր մեջ բնակված չէ, ինչպես Ենոք եղբայրն ասաց, ուրեմն մենք սայելու ենք հավատքից։ Աստծո խոսքն է մեզ պահելու, ոչ մի բան չի պահելու, մենք ոչ մի կարողություն չունենք։ Աստված մեզի փոշուց է ստեղծել։ Փոշին իր մեջ ոչ մի զորություն չունի։ Զորությունը Քրիստոսն է, որ փոշու մեջ կատարում է աշխատանք։ Դրա համար, սիրելիներ, ես ուզում եմ որոշակի ակնարկեմ, որովհետև մեղքը միշտ խոսում ենք, բայց ազատագրման պրոցեսը շատ կարևոր է յուրաքանչյուրից, թե ինչ անենք, լավ, ինչ անենք, մեղքից ինչպես ազատագրվենք։ Այդ հարցը գրեթե 90% հավատացյալներին շատ տանջում է։ Մենք գիտենք, Հռոմայեցի 6:23-ում գրված է, որ մեղքի վարձքը մահ է։ Եթե մինչև Քրիստոսի ժամանակը մեղքը թագավորեց մարդու մականացու մարմինների վրա։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ արդարության հագանիշը անօրինությունն է։ Արդարությունը չի կարող անօրինության հետ մեկտեղ խառնվել։ Դրանք տարբեր բաներ են։ Որովհետև, սիրելիներ, ինչպես եղբայրը խոսեց, սերը ամեն բան, սիրո պտուղը ամեն բան անում է, իրեն մեջ ներառում է միայն դրագանը, բացասականը բացարձակ նրա հետ գործ չունի, ազդեցություն չունի, որովհետև դրանք տարբեր ուժեր են։ Հիմա ինչ անենք, սիրելիներ, որովհետև Հռոմայեցիների մեջ գրված է 14:23-ում, որ ինչ որ հավատքից չէ, մեղք է։ Դատարկ խոսքեր, հիմարական խոսքեր, խեղճ որը հավատքից չէ։ Սիրելիներ, 12 Մատթեոս ավետարան 12:36-ում գրված է ամեն դատարկ խոսք, որ մարդու բերանից կերնի պատասխան պիտի տա։ 34 խոսքում ասում է, բերանը խոսում է սրտի ավելծածից, ինչ որ սրտի մեջ լեցված է, բերանն է խոսում։ Բերանը արդասոլում է
քու ներսի կառույցից, ինչով է քու ներսը կառուցված։ Եվ երբեմն եղբայրերը ասում են, որ քու լեզուդ քեզի վկայում է, ասում են եղբայր ջան, մի ամիտ եղավ կամ պատահականություն եղավ, պատահականություն չկա։ Ինչ որ մարդը խոսում է, սրտի ավելծածից լծվել է սիրտը եւ արտահայտում է լեզուն։ Դրա համար պետք է Աստծո խոսքը ընդունել եւ սիրտդ պատրաստել։ Ես ուզում եմ, որպեսզի սիրելիներ, այս կարևորությունը բոլորդ էլ իմանաք։ Ուրեմն Հռոմայեցի 10:17-ում գրված է հավատքը լսելն է եւ լսելը Աստծո խոսքից։ Երբ որ դու հավատքի համար լսում ես, հիմա արդեն քու կողմն է, քայլ անես թե չանես։ Երբ որ քայլ ես անում, արդեն սկսում է քու ընթացքը ընտանալ հոգևոր ճանապարհի մեջ, աճել։ Բայց որ քայլ չես անում, դա դատարում է։ Եվ մարդը լինում է արդակնապես հոգևոր, բայց ներսը ոչ մի կառույց չկա։ Դրա համար սիրելիներ, դու լսեցիր հավատքի խոսքը, պետք է խոսքը ընդունես։ Խոսքը ընդունել, այսինքն սիրտդ պետք է պատրաստես։ Եզրասի 7:10-ում է գրված։ Քու սիրտը պատրաստեցիր, ուրեմն պետք է հասկանաս դու, որ մարմնավոր եղողները չեն կարող Աստծոն հաջող լինել։ Հռոմայեցի 8:8։ Երբ որ դու հասկացա, որ մարմնավոր եղողը Աստծոն հաջելի չէ, ուրեմն դու պետք է ասնես հաջորդ քայլին։ Սա մարդու համար շատ դժվար չէ, շատ հեշտ է։ Ազատագրման process-ը գալիս է սրանից։ Եթե ոչ մարդը չի կարող ազատագրվել, քայլ պետք է անես։ Ղազարոսի գերեզմանին Քրիստոսը մոտեցավ, ասաց. «Քարը մեկոն գլորեք, դա մարդու կողմն է։ Քարը պետք է գլորես քու սրտից։ Քու սրտի դռնից պետք է գլորես քարը։ Երբ որ գլորես, Քրիստոսը պիտի մտնի։ Դու հոժարում ես, արդյոք քարը գլորել։ Երբ որ դու գլորես քարը, այդ ժամանակ Քրիստոս ներս կմտնի։ Դրա համար Եփեսացի 4:22-ից 25 խոսքերում գրված է. Քո վրայից հանես առաջվա վարմունքը ունեցող հին մարդը, որ խաբեբաց ցանկություններով ապականված է, եւ քու վրա հագնես նոր մարդը, որ Աստծո ճշմարտությունով ստեղծված է։ Սիրելիներ, երբ որ մենք այս քայլերը, այսինքն քու վրայից հանես կնշանակե խոստովանության կարգն է, որ դու զղջում ես քու մեջ, որ դու ամբողջ կյանքում միշտ տարիքի օր հասել ես մինչև Քրիստոսին հանդիպելը, դու զղջում ես ապրում եւ ուզում ես դառնալ Քրիստոսին եւ զղջում ես, որ դու ապրել ես մանմնավոր երկրավոր կյանքում, բայց ուզում ես Քրիստոսին արդեն գալ Քրիստոսին ծառայելու, պետք է խոստովանվես։ Խոստովանվել ոչ թե ուրիշի մեղքերը, հապա քո մեղքերը, ոչ թե քեզի արտարացնես, հապա դատապարտես, որովհետև երբ որ երկուսը տաճարում աղոթում են, մեկը, որ մաքսավոր էր, կուրս կներ ծեծում, մենք դատարենք ուրիշի կուրսը ծեծելուց, մեր կուրսկերը ծեծենք, որովհետև այն, որ իր կուրսկն է ծեծում, նա արտարանում է, բայց ով որ ուրիշի կուրսկն է ծեծում, չի արտարանա։ Սիրելիներ, մի ժամանակ մենք բոլորս է, ոչ թե մենք երկնքից ենք եկնոր բաներ ենք ասում, կամ ինչպես ենք մենք փոխվել, մենք էլ ձեզի նման մարդիկ ենք։ Մենք էլ ենք նույն ճանապարհով, ուրիշի կուրսկը ծեծելով եւ այլն դատապարտելով, եւ մի օր էլ Աստված, քանի որ մենք ավետարանի հետ շփվում ենք եւ ավետարանի խոսքը բախվում է մեզի հետ, մենք հասկանում ենք, որ պետք է ապրենք հոգեվոր ձևով, ոչ թե մարմնավոր ձևով։ Դրա համար սիրելիներ, երկրորդ կետը, որ մարդը, երբ որ իրեն սիրտը պատրաստեց, ընդունեց հավատքով,
նա պետք է մարմնին և այրունին հարցում չանի։ Գաղատացիս 1:15 է գրված։ Պողոս առաքյալն ասում է, երբ որ Աստված իմ մորս որովայնին զիս կանչեց, ես մարմնիս և այրունիս հարցում չրեցի։ Հարցում չնել կնշանակե, որ բանի տեղ չդնել քո մարմնին։ Այս եթե մենք հարցնենք, դու արդյոք կուզես, որ ես Աստծուն դառնամ, մարմինը կասի ոչ։ Գիտեք ինչի համար։ Որտեղ մարմինը իրեն ուզածն է կատարում և մարմինը դատապարտության չի ենթարկվելու։ Մարմինը, եթե մարդը կենտանի մնաց, մարմինը ակնթարթային պետք է փոխվի, երկրավորը երկնայինի և պետք է երկինք կնա։ Դրա համար էլ միշտ մարմինը մարդուն գերում է մեղքի և անօրենության մեջ մնալու համար։ Սիրտդ պատրաստելուց հետո սիրելիներ, դու պետք է հասկանաս Գաղատացիների թղթում գրված 5:17-ում մարմինը հոգուն հակառակ է, հոգին մարմնին հակառակ է, այս երկուսը իրարու թշնամի են։ Թշնամի են։ Այդ թշնամանկը մեր մեջից պետք է դուրս գա, երբ որ մենք ընդունում ենք Քրիստոսին, բայց ժամանակն է, որ մենք արթնանանք, քունից արթնանանք։ Քարոզողները կան, որոնք քարոզում են ազատագրվել, բայց ճանապարհը ցույց չեն տալիս։ Ոնց ազատագրվել։ Սիրելիներ, ազատագրման process-ը սա է, որովհետև Առագաս 14:8-ում գրված է խելացի մարդու իմաստությունը իր ճանապարհը հասկանալն է։ Ով է խելացի մարդը, ով որ հասկանում է իրեն կյանքի վերջը ինչով է ավարտվելու։ Դա խելացի մարդու բանականությունն է։ Իսկ անխելք մարդը միայն երկրավոր բաների վրա է մտածում։ Նա կոչվում է արդակնապես հավատացյալ։ Քրիստոս երբ որ փարիսեցիներին հանդիմանեց, մենք երբ որ գալիս ենք ճանապարհում խոսեցինք, ուրեմն բաներ են։ Նշանակում է, որ մենք պետք է նստենք Աստծո ոտքերի տակ և պետք է սովորենք, որովհետև սիրելիներ, Մատթեոս ավետարանը, երբ որ մենք կարդում ենք, այնտեղ 7:24-ում գրված է, որ պետք է քո տունը շինես վեմի վրա։ Վեմը ամրությունն է։ Եթե մի բան մեր ուշադրությունը թեքենք, վեմից կհեռանանք։ Դրա համար վեմը խորհրդանշում է ամրություն և ամրությունը պետք է դու 13 խոսքի համաձայն քայլես, նեղ դուռը ներս մտնես։ Ճանապարհը միայն կյանք տանողը նեղ դուռն է, առանց նեղ դռի, բայց հավատացյալների մոտ մեծ սովորություններ կան, գրեթե 90%-ը կարծում են, թե նեղ ճանապարհի մեջ են, բայց լեն ճանապարհով են քայլում։ Սիրելիներ, մենք պետք է այս ամենը, ինչ որ մենք կարդացինք, պետք է ուղղենք, որովհետև մեզի մաքրողը, սիրելիներ, Աստծո խոսքն է։ Հիմա ես երկու համարներ կասեմ։ Պողոս առաքյալը ասում է Թեսաղոնիկե եկեղեցում, առաջի Թեսաղոնիկեցիս, ուրեմն 2:13 ասում է, ես գոհանում եմ ձեզանից, որովհետև իզմե Աստծո խոսքը լսելով ընդունեցիք ոչ թե իբրև մարդու խոսք, իսպես ճշմարիտ է, կենտանի Աստծո խոսք, որ թափանցում է ձեր մեջ, որին հավատում եք։ Այսինքն, եթե մենք չհավատանք, Աստծո խոսքը չի թափանցի մեր մեջ։ Հռոմայեցի 8:31-32 խոսք։ Երբ որ մենք ճշմարտության խոսքը ընդունում ենք մեր մեջ, շատերը հավատում են Աստծուն, այստեղ հավատում են, եթե ասենք ով չի հավատում, ոչ մեկը չկա այստեղ, չի ձեր բարձրացնի, դե ես չեմ հավատում։ Այն ժամանակ իրեն հավատացող հրեաներին ասավ, եթե իմ խոսքից մեջ կենաք,
ճշմարտապես իմ աշակերտները կլինեք եւ ճշմարտությունը պիտի ճանճնաք, այն ժամանակ ճշմարտությունը ձեզ կազատե։ Ամեն։ Բայց այստեղ սկսվում է արդեն ազատագրման process-ը։ Եվ ազատագրման process-ի մեջ ավաղ շատ քչերը կան, որ ցանկություն ունեն ազատագրվելու, որտեղ մարմինը չի ուզում, ես նորից եմ կրկնում, մարմինը ցանկանում է հոգուն հագարակ, հոգին մարմինին հագարակ է։ Որովհետև Հռոմայեցի 8-րդ գլուխ 9-րդ խոսքում ասում է մարմնավոր մարդը չի կարող Աստծուն հաճելի լինի, որտեղ մարմնի խորհուրդը մայ է, հոգևոր խորհուրդը կյանք եւ խաղաղություն է։ Դրա համար սիրելիներ, եթե Աստծուն քո սրտի մեջ պայես 22:18-ում է գրված առագած։ Հաճելի բան է Աստծուն քո հոգու մեջ պետք է հաստատվեն։ Եթե մենք լսում ենք մեր լսելիքներից, Աստծո խոսքը թափանցում է մեր մեջ, այստեղ երկու առագա կա։ Մատթեոս 13:19, երբ որ դու լսում ես Աստծո խոսքը, ի գործ չես դնում, Սատանան գալիս հափշտակում է, մնում է անպետուղ։ Իսկ եթե դու Աստծո խոսքը լսելով ընդունում ես, Աստծո խոսքը քեզի ազատագրում է։ Եվ այդ ազատագրման process-ը քո մեջ մեծ ուրախություն է բերում եւ բացվում է երկինքը քո առջև, փառավորվի Տիրոջ անունը։ Դրա համար սիրելիներ, Աստծո խոսքը ասում է Առագած 4:23-ում, եթե Աստծուն քո սրտի մեջ պայես, հաճելի բան է։ Սիրելիներ, զգուշությունները քո սրտին, ամեն մարդ պետք է զգուշություն ունենա, որովհետև կյանքի ելքը դրանից է։ Ուրիշ ելք չկա, եթե զգուշություն չունենք մեր սրտին։ Դրա համար սիրելիներ, Աստված յուրաքանչյուրիս պետք է օգնի։ Ինչ կանի Աստված, մեզի կազատագրի։ Առաջին, այդ ազատագրման process-ը սիրելիներ, երբ որ մենք կարդում ենք Սաղմոս 91-րդ խոսքը, նա քեզ կազատի, որ սորտի որոգայտեն եւ ժանդամային։ Սիրելիներ, որսորդը այսինքն սատանան է, որ յուրաքանչյուր հավատացյալի ուզում է իրեն ծուղակ գցել։ Եվ Աստված երբ որ մարդուն ազատագրում է, մարդուն տալիս է նաև կարողություն, երկրորդ կետ։ Եսայի 40:29, նա է հոգնածին ուժ տվողը եւ կարողություն չունեցողին շատ զորություն հագցնողը։ Մենք նեղության մեջ ենք, ասում ենք, թե ես իմ Աստված լսի մեր ձայնը։ Տեր ողորմ է մեզի, բայց ներքն աշխարհում կա թերություն, որ մեզի հանդիմանում է։ Քո ձայնը լսելի չէ, որովհետև էդիկ թաքցրած է քո մեջ, պետք է դուրս անես։ Նահումի 1:7-ում ասում է Տեր Եհովան բարի է, նեղության օրը ամրություն է, իրեն ապավինողներին ճանաչում է։ Նահումի 1:7։ Եվ նա նաև, սիրելիներ, երրորդ կետ, սրբում է իրեն ճշմարտությունով։ Ինչ էր աղոթում Քրիստոսը, հորը, Հովանոս 17:17, սրբե զանոն քո ճշմարտությունով, որովհետև քո խոսքը ճշմարտություն է։ Սիրելիներ, եթե մենք բոլորս էլ ուշադրությամբ հետևենք այս համարներին, ես հավատացած եմ, ես գիտեմ, որ այստեղ նորերը կարող են լինել, դե երկար տարվա հոգևորները գիտեն ինչ որ ես քարոզեցի, սրանք օգուտ կտա յուրաքանչյուր մարդու, որոնք որ դերևս ճանապարհը չգիտեն, ոնց մոտենան եւ ինչպես ազատագրվեն մեղքից։ Սա ազատագրման միջոցն է, սիրելիներ։ Դրա համար, սիրելիներ,
ուրեմն մենք միշտ էլ մտածում ենք, ինչպես եղբայրներ ասած, ես ուզում եմ այդ խոսքը ուղղակի ասել, Ենոք եղբայրը առաջի Հովհանի